Վերադարձանք տաղավարցելիներս ու այս պահին խոսելու ենք մի շատ կարևոր պոակի մասին, երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն պոակի, ավելի կոնկրետ որ լինեմ, քանի որ նրանք արդեն 35 տարեկան են ու իրականում այս 35 տարիների ընթացքում շատ ոչ հարթ եւ ոչ հեշտ ճանապարհ են անցել, բայց շատ մեծ աշխատանք են իրականում տարել ու արդյունքը միշտ մեզ համար ոգևորող է եղել։ Ու այս պայն ունենք հրաշալի հնարավորություն անդրադառնալու այս 35 տարիներին, խոսելու ավելի մանրամասն, ներկայացնելու ծրագրերի մասին եւ սպասվող ամբողջ տարվա նաեւ ծրագրերի հետ կապված նորություններին։ Ներկայացնենք սիրով մեր հյուրին ու արդեն անցնենք մեր հարցազրույցին։ Այս ամենի մասին մեզ կպատմի երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն պոակի տնօրեն Աննա Կարապետյանը, բարի լույս։ Բարի լույս, շնորհակալություն հրավերի համար։ Մենք ենք շնորհակալ, որ մեր Շնորհավոր ենք նաև ձեզ։ Շնորհակալություն, տարին իրոք տոնական է մեզ համար, 35 տարի շարունակ մեր կենտրոնը հավատարիմ իրականացնում է իր առաքելությունը եւ այսպես անհամբեր սպասում ենք մեր տոնական միջոցառումների շարքին, որպեսզի երեխաների հետ նշենք այս իրադարձությունը։ 35 տարին իրականում շատ մեծ ժամկետ է, 1991 թվական, գալով ակունքներից ինչպես սկսվեց եւ ինչ նպատակներով հիմնադրվեց։ Երկրաշարժից հետո այդ դժվար տարիներին կարիք կար այս մշակութային կրթությունը ակտիվացնելու, որպեսզի հատիկ կարիք ունեցող երեխաները կարողանային ստանալ գեղարվեստական կրթություն եւ հենց արվեստը այն ոլորտներ, որը կփոխեր երեխաների առօրյան, կլցներ գույներով եւ նախաձեռնությունը հենց եղել է այն վայրերում, որտեղ որ եղել էր աղետը։ Եթե նայենք պատմության սկիզբը հիմնվել է Վանաձորում, Սպիտակում, այնուհետև Ստեփանավանում, Գյումրիում եւ ընդլայնվելով այլ մարզերում, մայրաքաղաք Երևանում։ Այսօր արդեն կենտրոնը մեծացել է, ունենք 12 կարելի ասել մասնաճյուղ, որտեղ որ գործում են խմբակները եւ տարիների ընթացքում հաշվի առնելով պահանջները, մարտահրավերները ժամանակի, կենտրոնը մատուցում է այն ծառայությունները այն վայրերում, որտեղ ամենաշատը երեխաները դրա կարիքն ունեն։ Եվ որի թիվը գրեթե 140 անցնում է։ Այո, մենք ունենք 148 խմբակ եւ 900 շուրջ 950 երեխաներ, ովքեր ստանում են անվճար կրթություն։ Կենտրոնը գործում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ենթակայությամբ։ Հատուկ դպրոցներում ենք, տմակներում ենք, այն վայրերում, մանկատներում, որտեղ որ երեխաների առօրյան այսպես ակտիվացվում է եւ ոչ միայն գեղարվեստական կրթություն են ստանում այստեղ, նաեւ արվեստը օգնում է։ Այդ դրա մասին նույնպես խոսենք, որովհետեւ կարիք կա, կարծում եմ, երբեմն թարմացնելու մեր հիշողությունները։ Կենտրոնի հիմնական նպատակը ինչումն է կայանում։ Կենտրոնի հիմնական նպատակն է նախ հոգևոր եւ գեղագիտական ճաշակի զարգացում, գեղարվեստական կրթություն, որոշակի հմտությունների նաեւ փոխանցում երեխաներին, բայց նաեւ շատ կարեւորում ենք մենք հուզական աշխարհի երեխաների կարգավորումը, որը հենց արվեստը լավագույն միջոցն է։ Մենք թիրախային խումբը շատ տարբեր է եւ տարվա ընթացքում անպայման նախաձեռնում ենք ակտիվորեն միջոցառումներ, որպեսզի երեխաները ինտեգրվեն հասարակություն։ Եվ ոչ միայն ներառական միջոցառումների, այլև գնան մյուս երեխաների հետ հավասար պայմաններում մասնակցեն մրցույթների, փառատոների եւ մեր երեխաները ապացուցել են, որ իրանք կարող ուժ են, մրցունակ են, դա փաստում է բազմաթիվ իրենց մրցանակները, հաղթանակները եւ այն ցուցահանդեսներին եւ այլ միջոցառումներին, որտեղ իրենք ներկայացնում են իրենց աշխատանքները։ Ինչպես կարելի է դառնալ պոակի անդամ եւ ինչպես են երեխաները գտնում ձեզ կամ ինչպես եք դուք գտնում երեխաներին։ Մենք գործում ենք ուրեմն համագործակցելով հատուկ կարելի ասել կառույցների հետ, հատուկ դպրոցներում, լսողության խանգարումներ ունեցող երեխաների դպրոցում, տեսողության խանգարումներ ունեցող դպրոցում, տմակներում, մանկատանը, իհարկե այնտեղ որտեղ կառույցը
ավելի օրինակ մանկատան սաների համար է նախատեսված, այդտեղ գործում են հենց մեր մանկավարժները տեղում իրականացնում են դասընթացները, խմբակները։ Ունենք վայրեր, որտեղ որ օրինակ Վանաձորում, Ստեփանավանում, Սպիտակում կարող են մեզ գտնել մեր սոցցանցերի միջոցով կամ պաշտոնական էջով, որտեղ որ մեր տվյալներն են, այդ միջոցով կարող են դիմել ծնողները եւ երեխաները հաճախեն խմբակներ։ Հրաշալի։ Նաև նշենք ինչպես պետք է փնտրեն։ Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն ՊՕԱԿ։ Հենց այդպես են հայերեն էլ որ գրեն, ձեր պաշտոնական էջը գտիշ։ Իսկ հիմա անդրադառնանք հունիսի 1-ին արդեն պաշտոնական արարողությանը, ինչ է սպասում հունիսի 1-ին, քանի որ հենց այդ օրն էլ 35-ամյակը պետք է պաշտոնապես նշեք։ Այո, հանդիսավոր միջոցառումին ընդառաջ մենք մի շարք միջոցառումներ նախաձեռնեցինք, ֆոտոնախագիծ «Իմ գույնը կարևոր է», որտեղ որ մենք այս ֆոտոնախագծի միջոցով ցույց էինք տալի, թե ինչքան գեղեցիկ, տաղանդավոր էմոցիաներով լի են մեր երեխաները, վառ գույներով։ Սովորաբար մենք սովորություն ունենք այդ խղճահարությունը հատուկ կարիք ունեցող երեխաների նկատմամբ, այդ կարծրատիպերը կային, իսկ այս նախագիծը գալիս է կոտրելու այդ կարծրատիպերը, ցույց տալու, որ հենց բազմազանության մեջ է աշխարհը գեղեցիկ, իր տարբերություններով են երեխաները ուժեղ, տաղանդավոր եւ մեր երեխաների տարբեր էմոցիաներով այս նախագիծը արեցինք լուսանկարիչ Միքայել Նազարենկոյի օգնությամբ, սոցցանցերում այս նախագիծը հասանելի էր, հունիսի 3-ից նաև կլինի Երևանի մետրոպոլիտենի երիտասարդական կանգառում, որտեղ արդեն նաև հանրությունը կարող է տեսնել այս լուսանկարները եւ իհարկե հունիսի 1-ի համերգային ծրագիրն է։ Մեր երեխաները տարբեր մարզերից, Գյումրիից, Վանաձորից, Ստեփանավանից եւ այլ տեղերից կժամանեն Երևան եւ միասնական կունենան ցուցահանդես, որտեղ դեկորատիվ կիրառական արվեստի խմբակները կներկայացնեն իրենց աշխատանքները, իրենց կերպարվեստի խմբակի, նաև ելույթ կունենան միասնական մի շարք ուրեմն կատարումներով, նաև մեզ միացել է Ethno Colors խումբը, այստեղ նաև գաղափարախոսություններ նման, որովհետև մեր կարգախոսն է «Իմ գույնը կարևոր է» եւ Ethno Colors, այստեղ եւս կա ներառականության գաղափար, որովհետև իրենք ներկայացնում են տարբեր բարբառներ եւ մենք երբեմն սխալ ընկալում ունենք ներառականության մասին, ներառականությունը ոչ միայն հաշմանդամություն ունեցող մարդկանց ինտեգրման մասին է, այլ շատ լայն հասկացություն է եւ այսպիսով միասին իրենց հետ երեխաները կատարումներ կունենան, նաև Էդգար Գյանջումյանի երգը իր հետ միասին կկատարեն եւ մի շարք այլ անակնկալներ կլինեն։ Երեխաները նույնպես են Այո, անպայման երեխաները մասնակցելու են եւ կցուցադրեն, թե ինչ կարողություններ ունեն, ինչ տաղանդներ ունեն, նաև ասեմ, որ մենք այս տարի անսամբլ է հիմնել մեր Վանաձորի մասնաճյուղը, հետաքրքիր գործիքային կատարումներով նաև իրենք հանդես կգան։ Ինձ հետաքրքիր է արդյոք փորձի փոխանակում, միջազգային փորձի մասն է խոսքը, փոխանակում տեղի է ունենում եւ միջազգային ստանդարտները փորձում ենք ադապտացնել հայկական իրականության մեջ, թե ոչ։ Այո, մենք շատ կարևորում ենք արտասահմանյան փորձը։ 2022 թվականից մենք իրականացնում ենք ներառականությունը մշակութային կրթության ոլորտում ծրագիրը, որը ոչ միայն մեր կենտրոնի համար էր, այլև Հայաստանի, Երևանի եւ մարզերի երաշտական եւ ավրերվեստի դպրոցի մանկավարժների համար եւ մենք ամեն տարի հրավիրում ենք մասնագետների, ովքեր թե տեսական, թե գործնական աշխատանքներ են իրականացնում մանկավարժների համար, որպեսզի մենք նաեւ ծանոթանանք իրենց մեթոդաբանությանը, փորձին եւ նաեւ փառատոններ ենք իրականացնում, ֆրեսկո միջազգային փառատոնն է, որտեղ ցուցադրում ենք եւս արտասահմանյան ֆիլմեր, սոցիալական ֆիլմեր են, որտեղ մենք տեսնում ենք վավերագրական ֆիլմերի միջոցով ինչ խնդիրներ ունեն, օրինակ արտերկրում, նաև քննարկումներ է լինում ռեժիսորների հետ եւ իհարկե մոտիվացնող ֆիլմերն են շատ կարեւոր ծնողների համար, որպեսզի տեսնեն այդ փորձը, որ այո, պետք է ստեղծել հնարավորություն երեխաների համար եւ իրենք կարող են կայանալ, մրցունակ լինել եւ հաջողությունների հասնել։ Իսկ ծնողների հետ արդյոք տարում են աշխատանք, թե ծնողների կողմից եւ ծնողներից ակնկալիք իրենց գործողություններով, որպեսզի նպաստեն ավելի դրական։
Այո, տեսեք, մենք ունենք սոցմանկավարժներ, ովքեր որ իրականացնում են, նաև այն կենտրոններում, որտեղ մենք գործում է խմբակները, այնտեղ կա արդեն մասնագետներ, ովքեր աշխատում են այդ ուղղությամբ, բայց ասեմ, որ մեր հետագա ծրագրերի մեջ շատ կարևորում ենք ծնողավարության դասընթացները, որը պետք է նախաձեռնենք, այո, այդ բացը կա, որովհետև շատ կարևոր է ծնող երեխա մանկավարժ այդ կապը, այդ համագործակցության շնորհիվ մենք կհասնենք արդյունքների եւ շատ կարեւոր է ոգեւորել, մոտիվացնել մեր ծնողներին, որովհետեւ իրենք անցնում են մի շարք դժվարություններ, դա հասարակության կարծիքն է, պիտակավորումներն են, իհարկե վերջին տարիներին մեծ աշխատանք է այդ ուղղությամբ տարվում, բայց միևնույն է դեռ շատ անելիքներ կան հետագայում եւ նաեւ մեր կենտրոնը իր արժեվ դրել է այդ խնդիրը հետագայում մեծ աշխատանքներ տանել նաեւ ծնողների հետ։ Ինչ է սպասում ՊՕԱԿ-ին առաջիկայում եւ ինչպիսին են հետագա պլանները։ Առաջիկայում մեզ սպասվում է ճամբար, մշակութային ճամբար, Ամառային կարծես։ Ամառային, այո, ամառային ճամբար, գիշերակացով է դա տեղ ունենում, կարելի ասել ամենասիրված ծրագրերից է մեր երեխաների, կրկին համախմբվում են տարբեր մարզերից, այնտեղ միասին ստեղծագործում են, հանգստանում են եւ սա այն ներառական միջավայրն է, որը առանց ճնշող պարտադրանքի, դասընթացների, սեմինարների մեզ սովորացնում է կողքի, ուրեմն արարելու, ընկերանալու եւ նման ծրագրերը շատ կարեւոր են, որովհետեւ տարեց տարի մենք տեսնում ենք, որ այդ տարբերությունները կամ խոչընդոտները կարելի ասել անհետանում են։ Ես կարծում ճամբարային այդ ծրագրերը բոլորի սիրած։ Այո։ Մեծ հասակների թե փոքրերի։ Իսկապես։ Այո, նաեւ մանկավարժներին Հիմա դուք չէիք ուզենա գնալ ճամբար։ Շատ ենք, մենք էլ ենք Իր սպասում։ օրենքներով sense ամբողջությամբ գնեք ու sense դուրս մասնակցենք առավոտյան շուտ արտան։ Թիմի ղեկավարներով, Միանշանակ։ չէ՞։ Ամեն ինչով, ինչպես կարգն է։ Մենք սպասել ենք նորությունների իրականում։ Տարվա կտրվածքով, երբ որ արդեն ամփոփեք տարին, վստահ եմ նաև ձեր ծրագրերի հետ կապված, հետագա պլանների հետ կապված, որոնք հաջողությամբ կկնքվեն, հուսանք նույնպես առիթ կհանդիսանա, որպեսզի մեր տաղավարում հանդիպենք եւ նույնպես փորձենք կիսվել լավ նորություններով, լավ ձեռքբերումներով, նաև մեր սերի հերթադողների հետ։ Շնորհակալ Եվ իհարկե եւս մեկ անգամ շնորհավորում ենք ձեզ մեծածավալ աշխատանք իրականացնելու համար, այն էլ 35 տարիների ընթացքում։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք մենք, ձեզ լավ օրվա շարունակություն, իսկ մենք երաժշտությամբ փոքրիկ դադար կունենանք, հետո կվերադառնանք ու կշարունակենք։